Այսօրվա մեր խոսքը պետք է սկսենք Հովանու ավետարան, John chapter 14, Հովանու ավետարան 14-րդ գլխի առաջի համարից, մի քանի համարներ կընթերցենք, համար առ համար վերլուծենք։ Ուստի մեր ընթերցանությունը արված է Հովանու ավետարան 14-րդ գլուխ առաջի համարը։ Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Ինչ առիթով էր, ում հետ էր խոսում։ Հիսուս իր խոսքերը ուղղել էր իր առաքյալներին, որի շուրջ բոլորը հավաքված էին։ Ինչ խռովության, ինչ մտահոգության, ինչ դժվարության առիթ կար առաքյալների մոտ։ Հիսուս տերերի Տերը նրանց կողքին էր։ Նրանք վայելեին նրա փառքը ու գեղեցկությունը։ Փորձենք վերլուծել այս համարը, թե ինչ առիթով էր այդ խռովությունը, այդ մտահոգությունը, այդ մտատանջությունը առաջացել առաքյալների հետ։ Jesus sees the disciple anxiety from his announcement. Հիսուսը տեսնում էր նրանց մտքի և նրանց հոգու մեջ մտահոգությունը, նեղությունը, դժվարությունը, անորոշությունը, ինչի հետ կապված, որ Հիսուսը խոսում էր, որ ես պետք է գնամ։ Ես չեմ կարող ձեզ մոտ մնամ, ես պետք է գնամ։ Խոսում էր, որ ձեզանից մեկը ինձ դավաճանելու է։ Եվ վերջը կգամ և նրա գալը անորոշություն էր։ Անորոշությունը անորոշության վրա։ Եվ բնականաբար Jesus commanded them to stop being troubled, not by dismissing their feelings. Մեր զգացմունքները ես հավատում եմ, որ ես Աստծո ձեռքի ստեղծագործություն եմ։ Այո, ես իմ մայրից եմ ծնվել, բայց մարդ արարածը Աստծո հրաշք ստեղծագործություն է։ Այդպես է իմ հավատքը, ես հավատում եմ իմ ամբողջ բարդ ֆիզիկական եւ հոգեկան եւ մտային կառուցվածքով ես Աստծո ձեռքի ստեղծագործությունն եմ։ Այն ստեղծագործությունը, որ Աստծո հոգու մասնիկը իմ մեջ է, քո մեջ է, յուրաքանչյուր մարդ արարածի մեջ է։ 9 բիլիոն է, եթե 90 բիլիոն էլ տարածվի ու շատանան բնակչություն երկրագնդի վրա, յուրաքանչյուր մարդ արարածի մեջ Աստծո հոգին է պարփակված։ Եվ հոգուց բացի նաև Աստված մեզ տվեց զգացմունքներ։ Եվ Աստված տեսնում էր, որ իր աշակերտները զգացմունքներով տխուր են, մտահոգ են, մտատանջված են, շփոթված են։ Եվ ոչ թե նրանց ինչ արեց, դատապարտեց իրենց զգացմունքների համար, այլ ասեց. գիտեմ ձեր ապրումները, ձեր մտահոգությունները, բայց թույլ տվեք եւ ինչ ասեց։ But by redirecting նրանց ասես ձեր զգացմունքները թող մնա ձեր մեջ, բայց մի ավելի հզոր բան կա ձեր մեջ, որը կոչվում է ինչ, կոչվում է հավատք։ Յուրաքանչյուր մարդ արարածի մեջ հավատք կա, եւ այդ մասին մենք մի քիչ հետո կխոսենք։ He calls them to believe in God, the Father, and the hope in both the Creator and the Savior. Ասեց հորը հավատացեք եւ ինձ էլ հավատացեք։ Հայրը ստեղծագործն է այս տիեզերքի։ Հոր Աստծով եղավ ամեն ինչ որ եղավ։ Իսկ նրա որդի Հիսուս Քրիստոսով բերվեց մարդկության փրկությունը։ Եվ դրա համար Հիսուս աշակերտներին ասեց. գիտեմ որ մտահանջված եք, գիտեմ որ մտահոգված եք, բայց ձեր մեջ նաև հավատք կա, ձեր հավատքը ուղղեք դեպի երկնային Աստծուն եւ ինձ իր որդին։ Եվ այդ նույն Հովանու ավետարան 14-րդ գլխի երկրորդ համարում John chapter 14 verse 2 հետևյալն է ընթերցում։ Իմ հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Սա ինչ մեկնաբանություն էր։ Jesus is assuring them that his Father's house, the internal dwelling of God. Հիսուսը մի կրկին անգամ աշակերտներին հիշեցնում էր, որ երկինք կա, դրախտավայր կա, հոր ներկայությունը կա, որտեղ դուք հավիտյանս հավիտենից այնտեղ մտնելով կվայելեք այդ ներկայությունը։ Եվ այդ բոլորը երկնքի թագավորությունը պատրաստված է մարդկանց համար։ He emphasized that if there were no such a place, he would not have told them. Եվ նա ընդգծում էր, որը եթե նման մի տեղ չկա երկինք դրախտավայր, նա այդ մասին չէր ասելու։ Հիմի հստակ մի հատ պարզ հարցադրում։
Կամ որ Հիսուսը այո եւ ամեն է, Աստծո միածին որդին է, իրական է ավելին քան թե ես ու դու եւ համայն մարդկությունը եւ ամբողջ այս տիեզերքը, որտեղ շատ բաներ են փոխվելու այս տիեզերքի մեջ, բայց նա անփոփոխ է մնալու։ Կամ որ ոմանց համար նա ընդամենը պատմական մի հատ էակ էր, անձ էր, լավ մարդ էր, բարեհոգի, բարեսիրտ։ Ես հավատում եմ, որ Հիսուսը Աստված էր, Աստծո միածին որդի էր, եւ այն ինչ որ ասում էր, այո եւ ամեն էր ու ճշմարիտ էր։ Եվ երբ որ խոսում էր երկնքի մասին ու բնակարանների մասին ու հավիտենականության մասին, ես կարճած եմ այդ ճշմարտության վրա։ Եվ իմ խորհուրդն է եւ իմ քաջալերանքն է, որ այդ մասին մի քիչ ավելի մենք երկար մտածենք ու խորհենք։ He would not have told them. This promise is both personal and communal. Նա այդ ժամանակ իր խոսքը ուղղել էր այդ 12 աշակերտներին, առաքյաններին, որ իր շուրջ բոլորն էին, բայց միայն նրանց համար չէր, որտեղ ընդամենը մի կարճ ժամանակից հետո երբ իր հոգին ավանդեց խաչի վրա եւ հարություն առավ, այդ նույն աշակերտները, այդ նույն մտահոգված աշակերտները վերստին ծնունդ առնելով Աստծո հոգուց զորացած ողջ աշխարհով մեկ տարածեցին ինչը երկնքի թագավորության մասին, որ իրական է այո եւ ամեն է, եւ ամեն Հիսուսին հավատացողը բաժին ունի, ոչ միայն այս երկրի վրա վայելելու նրա օրհնությունը, շնորհք ու պահպանությունը, այլ երբ որ հանգչի եւ իր մահկանացուն կնքի այս երկրի վրա, նա երկնքում տեղ ունի, բնակարան ունի, որտեղ իսկ գիտենք, որտեղ Հիսուս Տերերի Տերը այդ մասին վկայություն տվեց։ Եվ այդ տեղը սահմանափակ չէ։ Եվ այդ տեղը բազում ու բիլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց համար է պատրաստված։ Եվ ժամանակի սղության պատճառով ես ընդամենը 1-2 համար թողնեմ եւ նույն գլխի Հովանու 14-րդ գլխի 5 եւ 6 համարներ ընթերցեմ։ John chapter 14 verse 5 and 6 եւ հետեւյալն ասում։ Թոմասը առաքյալներից մեկն էր եւ ավելի մի քիչ համարձակ էր, անմիջապես ասեց. Տեր, մենք չգիտենք թե ուր ես գնում։ Բնական է, որ չգիտեին ուր են գնում, որտեղ դա մարդկային պատմության մեջ առացի անգամ էր քննարկվում նման մի հարց, երկնքի իրականության մասին եւ այն արդ ճանապարհը ինչպես կարող ենք իմանալ։ Հիսուսը նրանց ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գալ, եթե ոչ իմ միջոցով։ Սա կարող ենք ասել Քրիստոս Հիսուսի քարոզչության, Աստծո խոսքի երկնային թագավորության մեկնաբանությունների անկյունակարերից մեկը։ Նա իրեն առանձնացեց։ Իր խոսքերը հպարտության խոսքեր չէր, իր խոսքերը ճշմարտության խոսքեր էին։ Հպարտ մարդը մեղավոր ու մեղավոր մարդկության համար խաչը չէր բարձրանալ։ Նա մի հստակ ճշմարտություն բացեց ողջ մարդկության համար։ Եվ այդ ճշմարտությունը հետևյալն էր։ Թոմասը բնականաբար հարցում էր հարցնում, որտեվ ինչպես այն ժամանակ 12 առաքյալները, այսօր մարդկությունը չգիտի երկինքը իրական է։ Հիսուսը իրապես Աստծո միածին որդին է։ Եվ իրապես նա միակ ճանապարհն է, ճշմարտություն է ու կյանքն է։ Ուզում եմ մեկ բան ավելացնել, որ բազում անգամներ այդ մասին կրկնել եմ։ Մարդկային պատմության մեջ լեցուն կրոններ, ուսմունքներ, փիլիսոփայություններ, աղաններ, սովորություններ, տրադիցիաներ, դրանք բոլորը եկել են, կգան ու կշարունակվի, բայց ոչ մի փիլիսոփա, ոչ մի հոգևոր առաջնորդ, ոչ մեկը վստահեցնում եմ ձեզ, կարող եք գնալ ու կրկին անգամ ուսումնասիրել, հերթել գրքերը, ոչ մի հոգևոր առաջնորդ նման արտահայտություն չի արել, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսը, որ ես եմ միակ ճանապարհը, կյանքը ու ճշմարտությունը։ Եվ դարձյալ նորեն նույն վերլուծությունը, եթե նա իրապես Աստված է եւ Աստծո միածին որդին, ուրեմն նրա խոսքերը այո եւ ամեն են ամեն հավատացողի համար։
Բայց եթե դեռ կասկածում ես Հիսուս Քրիստոսի աստվածության վրա, բնականաբար այս խոսքերը արժեքազրկվում է քեզ համար։ Ուզում եմ մի քիչ հարցերը ավելի բարդացնեմ։ Սովորաբար հարցերը մի քիչ բարդացնենք, հետո վերլուծենք։ Ուրեմն եթե այդ համարները, որ ասեց Հիսուս ասեց, ես եմ միակ ճանապարհ ճշմարտությունը եւ ոչ մեկը ինձանից դուրս չի կարող երկինքը ժառանգել, if Jesus is the only way, what about people who are moral? Հապա այն մարդիկ, որոնք իրենց կյանքով բարոյական են եղել, փողություն չեն եղել, ավազակություն չեն եղել, մարդասպանություն չեն եղել, եւ այլն եւ այլն։ Հապա those people that they are moral, նրանք այդպես էլ չուզեցան, չընտրեցին, չորոշեցին Հիսուս Քրիստոսին ճանաչեն իրենց Տերը եւ Փրկիչը միակ ճանապարհն եւ ճշմարտությունը։ Նման մարդիկ կան լեցուն։ Երանի թե լեցուն լինեին նրանք, որ Հիսուս Քրիստոսին ճանաչեին որպես իրենց Տերը եւ Փրկիչը, ինչպես ժամանակի Պողոս առաքյալը երբ քարոզում էր թագավորի մոտ, ասեց. «Ուզեի, որ իմ նման լինես միայն այս շղթաներից զատ»։ Երբ դու ճաշակում ես Քրիստոսի սերը, փափագելով փափագում ես, սկսած քո տնից, քո հարազատներից, բարեկամներից, ծանոթ, անծանոթ, որ ճաշակեն գոնե լոկ մեկ անգամ այդ Քրիստոսի սերը, որտեղ Քրիստոսի սերը ճաշակողը նրա մոտ էլ ոչ մի բարդ, դժվարին, հանելուկային խնդիր չի մնում, երկնքի ու հավիտենականության մասին։ What about people who are other religious? Հապա մարդիկ բիլիոնավոր, այսօր իսլամը 1.2-1.3 բիլիոն մուսուլման են, 1.2-3 բիլիոն բուդդիստ են, 1 բիլիոն կամ մի քիչ հինդուիզմ են, եւ դրան գումարած արդեն աղանդները, փիլիսոփայությունները, տեսությունները, աթեիստական ոչ աստված աստծուն հավատացողներ լեցուն են, ամեն մեկ իր կրոնն է, իր ուսմունքն է, իր փիլիսոփայությունը, հապա նրանց հետ ինչ կկատարվի։ What about people who are unreached? Տեսնում եք, գնալով ես ավելի եմ բարդացնում քեզ համար եւ ինձ համար հարցադրումներ, որովհետեւ մի պահ մտածում ես, այս հարցերին պարոն Սարո Գալստյանը պատասխան ունի, որ sense հարցերը գնալով ավելի է բարդացում։ How about people who are not reached? Հապա այն մարդիկ, որ այդպես էլ իրենց կյանքում առիթ չունեցան ինձ ու քեզ հետ հանդիպելու, որ մենք նրանց ասենք ու վկայենք Հիսուսի աստվածության մասին, նրանց հետ ինչ է կատարվելու։ Գիտեք, սիրելիներս, մենք որպես հայը շատ պահպանողական դիրքորոշումներ ունենք։ Մեր պապերից է այդպես ժառանգել ենք։ Մենք շատ զուսպ անձնավորություն։ Այո, տաք ենք, ջղայնացող ենք, բարձրաձայն ենք խոսում, բայց մեր զգացմունքները մենք շատ զուսպ ենք։ Մենք չենք փորձում, մենք չենք կարողանում, մեր մեջ չի դաստիարակված, որ բարդ ու դժվարի խնդիրները բացահայտել, առավել եւս քարոզիչների համար նման հարցումներ բարձրացնել։ Պարոն Սարո, այս հարցումները որ բարձրացել ես պատասխան ունես, ես պատասխան չունեմ, Աստծո խոսքը պատասխան ունի։ Եվ փառավորվի փառավորացնել։ Բայց գիտեք ինձ, ես 52 տարի է ինչ Քրիստոս Հիսուսին ճանաչեմ իմ Տերը իմ Փրկիչը, բայց տարիների ընթացքում ես սովորեցի մեկ բան, երկու ընտրություն ունեմ։ Կամ այն հարցերը, որի համար պատասխան չունեմ, ծածկեմ ու դնեմ գրպանս, ու ինձի ապուշի տեղ դրած այդպես երկինք sense վերև ներքև նայելով կյանքս առաջնորդեմ։ Կամ որ ես այդ հարցերը բարձրացեմ իմ առջև, իմ ընտանիքիս առջև, իմ եկեղեցու քույր ու եղբայրների առջև եւ մարդկության առջև։ Հարցումներ, որ կարող է պատասխան չունեմ, բայց ես չեմ վախենում։ Ու կասկած չունեմ, որ եթե այսօր այդ հարցումների համար պատասխան չունեմ, Աստված պատասխան ունի ու մի օր կբացահայտի ինձ համար։ Այո, այս գրքի մեջ։ Այս գրքի բոլոր համարները չէ որ բացահայտված է մեզ համար։ Կան խրթին դժվարին անհասկանալի։ Բայց ընտրություն ունենք անելու։ Եվ այսօր ես ընտրեցի, որ այդ հարցումները, դժվարին հարցումները, այն հարցումները, որ Հիսուս ասեց, ես եմ միակ ճանապարհը, հապա այդ բիլիոները, որոնք այդպես էլ Հիսուսի ճանապարհը չընտրեցին, նրանց հետ ինչ է լինելու։ Նրանք այդպես անվերադարձ պետք է գնան։ Ուզում եք ավելի խնդիրը բարդացնենք,
Բերեք բարթասնենք, ինչքան բարթասել է։ You mean I can live honestly and with integrity։ Ուրեմն դու ինձ ասում ես Սարո Գալստյան, որ ես կարող եմ իմ կյանքը արժանապատիվ, բարոյական, առանց ստի, առանց խաբելու, առանց իմ ընտանիքին դավաճանելու կյանք ապրեմ, բարոյական կյանք ապրեմ, բայց որովհետև Հիսուս Քրիստոսին այդպես էլ չհավատացի ու չընդունեցի, որպես իմ Տերը ու իմ Փրկիչը, ես արժան չեմ դրախտին ու հավիտենական կյանքի։ Իսկ այն մարդը, որը գող ա եղել, ավազակ ա եղել, նույնիսկ մարդասպան ա եղել, ինչքան այդպիսի դեպքեր կարդացինք, մարդասպանության համար նրանք տրվեց, նրանց ինչ lifetime, որ պետք է մինչև իրենց կյանքի վերջը բանտում լինեն։ Եվ բանտի ընթացքում, ինչպես գիտեք, հոգևորներ կան, որ այցելություն են անում, չափլաններ, եւ նրանք ապաշխարեցին ու վերստին ծնունդ առան Քրիստոս Հիսուսի մեջ։ Եվ ըստ Աստծո խոսքի նրանք փրկվածներ են։ Այս ինչա արդարություն է, այս ինչա կատարվում այստեղ։ Հասկանում եք հարցերը ինչքան կարելի է բարթացնել։ Մի տեսակ, երբ որ ես ու դու չափում ենք մեր չափանիշներով, ամեն ինչ անարդար ու ճիշտ չի գալիս։ Բայց հենց դրանում է, որ մենք չենք կարող այս հարցերի պատասխանը գտնել, որովհետև մեր չափերով ենք չափում եւ մեր կարողությամբ եւ մեր իմացությամբ ենք փորձում այս հարցերի պատասխանը տալ։ Իսկ դրանից 2000 տարի առաջ Հիսուս ասեց. Սիրելիս Սարո, Կարո, Կիրակոս, Մարկոս, իմ չափերը ու իմ չափանիշները, քո չափերը չեն, երբեք չշփոթես, չխառնես։ Գիտեք, մեր մարդկային բնության մեջ, մեր տենդենսն է, մենք իներցիայով, գիտեք ինչ ենք անում, հոգևոր, ոչ հոգևոր, մուսուլման, Հնդկաստանից, Պարսկաստանից, Հայաստանից, Ամերիկայից, ամեն մարդ արարածի մեջ նման մի հատ իներցիա կա։ Գիտեք այդ իներցիան ինչ է։ Որ անմիջապես ինքը մեկ ուրիշի հետ է իրան համեմատության մեջ դնում։ Եվ բնականաբար, որտեղ մենք շատ խելացի ենք եւ իմաստուններ ենք, անմիջապես մենք ինչի ում հետ ենք մեզի համեմատության մեջ դնում, մեզանից մի քիչ ավելի տկարի, մի քիչ ավելի խեղճի, ու հետո ինչ ենք անում։ Հետո այդպես մեր հոգու աշխարհի մեջ, մեր մտային աշխարհի մեջ մի քիչ լավ ենք զգում։ Արևանից, բարեկամից, քույրը, եղբայրը, սա, մյուսը Այն օր կարացա պակասես, մի հատ կյանքնայ, մի հատ վիճակնայ, ընտանիք հայքավեց եւ ինչ ենք անում եւ անverջ փորձում ենք մեր կյանքի իրավիճակները տեսնել լավ, բարի, քաղցր, արտար, կատարյալ եմ ես, ինչի համեմատ կողքիս, հարևանիս, ծանոթի եւ անծանոթի, այն գողի ու ավազակային մարդասպանի համեմատ We tend to compare ourselves with those around us who look worse than ourselves. Եվ հենց այդտեղ է որ մենք ինչ ենք անում, ծուղակն ենք ընկնում։ Եվ թշնամին կարողանում է մեզ խաբել։ Ասում է ինչպես կարող է Աստված արդար Աստված լինի, մի քիչ առաջվա այդ բոլոր հարցադրումները ես նորին չվերհիշեցնեմ։ Եթե այդ հարցադրումների պատասխան չկա, պատասխան կա, բայց իմ ու քո չափանիշների մեջ այդ պատասխանը։ Եվ Աստված դեռ 2000 տարի ջեր խոսքը նոր կտակարն էր մեր ժանագոդին թողնի ասաց, եթե ուզում ես ինչ ճանաչես ու հասկանաս երկնային այդ իրականությունը, դու պետք է կարողանաս ըմբռնել ու հասկանաս Աստծուն ու նրա չափանիշները compared to the standard of Jesus, բայց երբ որ մենք փորձենք մեզ համեմատել այդ կատարյալ մարմին հագած Հիսուս Քրիստոսի հետ, սիրելիներս, մի հատ հստակ ճշմարտություն է բացում մեզ համար, որ Պողոս առաքյալը միայն Պողոս առաքյալ չէ, բոլոր առաքյալներ, եւ միայն Պողոս առաքյալներ չէ, միայն Աստծո խոսքը չէ, ամեն Քրիստոս Հիսուսին հանդիպողը հստակորեն կարող է ասել այն խոսքը, որ ես քեզ համար պետք է ընթերցեմ։ Խոսքը արված է Հռոմեացիս 3:23 խոսքը, Roman chapter 3 verse 23, որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից, բոլորը, սկսած Ադամից ու Եվայից մինչև վերջի մարդը, որ ծնունդ կառնի այս երկրագնդի վրա։ Միգուցե համեմատ չես ինձ հետ, համամիտ չես։ Ես ոչ մի հակառակություն չունեմ։ Դա իմ խոսքը չէ, դա Աստծո խոսքի ճշմարտություն է, որ գրի արված Աստծո խոսքի մեջ, եւ ես նույնիսկ տեղը ու համարն ասեցի։ Հռոմեացիս 3:23 խոսքը։ Հովհաննես առաքյալը իր թղթերի մեջ ասում է, եթե ասեմ, որ մեղ չեմ գործել, ինքս ինձից ստախոս եմ անում։ Եվ Հովհաննես առաքյալի խոսքերը դա միայն մարդկության մասին չէր, նույնիսկ հավատացյալների մասին էր։ Ամեն մեկս էլ մեղ գործեցինք եւ Աստծո փառքի պակասեցինք։ Եվ երբ որ ուզում ենք այն բոլոր հարցումները, որ նոր բարձրացել ենք, կարողանանք պատասխան տանք, բոլորի համար պատասխան կա, որովհետեւ բոլորս էլ մարդկությունը Աստծո փառքից պակասեց։
եւ արժան չէ դրախտավայրի, ոչ ես, ոչ դու եւ ոչ մի մարդ արարած, ոչ Բիլի Գրամը, ոչ Օրա Ռոբերտսը եւ ոչ մի մեծամեծները, ոչ մեկը, ոչ Պողոս Արաքյալը, ոչ Պետրոս Արաքյալը, ոչ Հովանես Արաքյալը, ոչ Մովսեսը, ոչ Աբրահամ, ոչ մեկը, որտեղ ամեն մարդ արարած իր կյանքում մեղ ու մեղքեր գործեց եւ Աստծո փառքից պակասեց։ Եվ այսօր եթե ես ու դու մեզ ոչ թե համատում ենք կողքի քրոջ ու հարևանի կնոջ ու եղբոր ու սրա ու նրա հետ, այլ մենք հես համետում ենք Հիսուս Քրիստոսի հետ, մենք տեսնում ենք մեր անկատարյալ կարգավիճակը։ Ուրեմն ինչ պետք ունենք այդ ճանապարհը ու ճշմարտությունը ու կյանքին պետք ունենք։ Ոչ միայն մենք, այլ haman մարդկությունը դրան պետք ունի։ Գիտեք այսօր կրոնները ու ուսմունքները ինչին են համեմատում, ինչին են հավասարացնում, ինչին են նմանեցնում եւ կարծում եմ այդ վերլուծությունը շատ էլ համամիտ կլինեք։ Այսօր շատ կրոններ, իսլամը, բուդդիզմը, հինդուիզմը, այդ բոլորը նմանեցնում են Աստծուն որպես բարձր, այսպես մի հատ լեռ, մի հատ այսպես որ գագաթին են, հա, եւ մարդիկ ու մարդկությունը տարբեր կրոնները, տարբեր ուսումնքները, տարբեր փաթեն են, տարբեր արահետներ են, որ այդ սարը մագլցում են իրենց կյանքով, իրենց նեղություններով, իրենց հաջողություններով, դժվարություններով մագլցում են, որպեսզի հասնեն ուր, հասնեն Աստծուն եւ մաս կազմեն Աստծուն։ Այդպես է նկարագրված։ Եվ ներող կլինի քարը չեմ ուզում շպրտել, որ նույնիսկ կաթողիկե հանրամբանության պապերից մեկն է այդպեսի նման պարզ ու հստակ արտահայտություն արել, որ հավատքը Աստվածը Հիսուսը Քրիստոսը երկրային թագավորությունը այդպես ճշգրիտ ասելա, որ այդպեսի լեռան գագաթի վրա է եւ տարբեր կրոններ, տարբեր ուսումնքներ, այդպես սարը ստեղ մի քանի հարազատներ ունենք, ամեն մեկս կյանքում գոնե մի հատ լեռ բարձրացել ենք, մի հատ սար, տարբեր արահետներ կա, որ գնում են դեպի գագաթ եւ դա նմանացրել են տարբեր կրոնները, ինչի այդ արահետների, it's a different path it take you to the top. Բայց այդպիսին է քրիստոնեությունը, այդպիսին է, որ նկարագրված է, ոչ, սա է իրական քրիստոնեությունը, God came down the mountain to get us, նա սարի գագաթին չմնաց, նա երկնային թագավորության մեջ էր ապրում, ես հավատում եմ, հայրը, որդին և Սուրբ Հոգին, նա երկնքում չմնաց, նա երկիր իջավ, նա իմ ու քո նման մարդ արարած դառավ, միս ու արյուն դարձավ, God came down to the mountain to get us. That is what Christianity. Christianity is God coming to get us. Քրիստոնեությունը այն Աստծուն ենք մենք հավատում, որ ոչ թե ես մագլցելով, իմ բարեգործություններով, իմ նեղություններով ու դժվարություններով իրական եւ կամ արհեստական հասնեմ Աստծուն այն գագաթին, այլ ճաշակեմ, հավատամ, ընդունեմ, որ Աստված իմ կողքին է, ինձ հետ է, իմ կյանքի մեջ է, ինձ ընդամենը մնում է ինչ անել, ճանաչել նրա ներկայությունը եւ թողնել, որ մեր ընկերակցությունը, որ նա իմ Տերը դառնա ու ես իր երկնային, այսօր ապրեմ իր հետ ու խոստումը ամբողջ Աստվածաշնչի, եթե նրան ունես, ամեն ինչ ունես, որտեղ նա է կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Սա է իրական քրիստոնեությունը։ Իսկ այդպիսի ուսմունք չես գտնի երկրանգտնի վրա։ Ես քեզ վստահեցնում եմ, բոլոր ուսմունքների սկզբունքը դրա վրա է կառուցված, գագաթին եւ ամեն մեկը մագլցում է։ Ծոմապահություններ են անում, ինչպես հինդուիզմի, բուդդիզմի այդ նմանապես ինչ-որ թղթեր են գրում, ինչ-որ կախում են, ինչ-որ գլուխ կոնձի են տալիս եւ այլն։ Ամեն ինչ ուղղված է դեպի ինչ-որ արահետներ, որ պետք է մագլցես, հաղթահարես, որպեսզի գագաթին հասնես։ Իսկ միայն ու միայն քրիստոնեությունը, որ Հիսուս եկավ մեր մեջ, մեր նման, որպեսզի մեզ հետ հաղորդակցվի եւ մեզ ու մեր մեղքերը իր վրա վերցնի, որ մեզի նոր անի, ճիշտ անի, իր նմանը անի, որովհետեւ ասեց, եթե ինձ ունես, ամեն ինչ ունես։ Եթե ինձ չունես, կարևոր չի թե ինչ հաջողությունների, ինչ հռչակների, ինչ հարստության, սիրելիս մի օր հանգչելու ենք եւ այդ ամեն ինչը մնալու է երկրի վրա։ Եվ եթե ունես մի բանը, որ քեզ հետ կարող ես երկինքը ժառանգել, դա միայն ու միայն Քրիստոսի ներկայությունն է ու նրա ճշմարտությունն է, որ նա կյանք է եւ իրականություն է։ Վերադառնանք մեր հարցադրումներից, հապա նրանք, որ այդպես էլ Աստծո խոսքը առիթ չունեցան, ավետարան չասես նրանց։
Ոչ մի քարոզիչ, ոչ մի ավետարանիչ, ոչ մեկը չգնաց այդ գյուղը, այդ քաղաքը, այդ հերու հերավոր, այդ սարերի վրա, ու նրանք այդպես էլ չլսեցին Հիսուս Քրիստոսն է միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Դեռ Քրիստոսի ծննդից 3000 տարի առաջ, որտեղից այդպես ճշգրիտ թվերը գիտեմ, մոտավորապես է 3000, կարող է 100 էսկոմ, 100 ենկոմ լինի, այսպիսի մի գիրք գրվեց։ Հայերենով կոչվում է ժողովողի գիրքը, իսկ անգլերենով Ecclesiastes։ Եվ նրա հեղինակը աստվածաբաներ մեծ հավանականությամբ ենթադրում է, որ դարձյալ Սողոմոնն էր, Դավիթի տղան։ Իսկ Դավիթը Քրիստոսի ծնունդից 1000 տարի առաջ է ծնունդ առել, դրա համար ասեցի 3000 տարի առաջ։ Իսկ Քրիստոսից մինչև հիմա 2000 պլյուս մի քանի տարի այս կողմենքով։ Այդ գրքի մեջ ժողովողը Ecclesiastes-ի chapter 3 verse 11 ժողովող գրքի 3-րդ գլխի 11 համարում ինձ ու քեզ ու բոլորիս մտահոգող այն մարդկանց համար, որ այդպես էլ նրանց համար ավետարանիչ, քարոզիչ, եկեղեցի, այսպես ներկայություն, հնարավորություն, այդպես էլ չեղավ։ Նա ամեն բան ում մասին էր խոսում հեղինակը, իհարկե երկնքի ու երկիր ստեղծող Աստծո մասին։ Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակի։ Պատշաճ, այսինքն ամբողջովին կատարյալ, որտեղ որի վրա ստվեր չկա, ոչ մի պակասություն չկա։ Այո, եթե մի քիչ առաջ ես ասում եմ, տրվենք մենք մեր զգացմունքները ու մեր մարդկային չափանիշներով չափենք, մենք կտեսնենք Աստծուն ոչ արդար։ Բայց երբ որ մեր չափանիշները աստվածային չափանիշներ է դառնում ու մեզի համեմատելը Քրիստոս Հիսուսը մեր առջև, այդ ժամանակ այսպիսի մի հատ պարզ ճշմարտություն էր գումարվում դրան։ Ամեն բան պատշաճ էր էլի ժամանակի, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում։ Վա՜։ Նորեն եմ ես ասում, կամ որ այս խոսքերը այո եւ ամեն են, կամ որ դու չես ընդունում։ Այսինքն կամ որ մենք այս Աստվածաշունչ ընդունում ենք Աստծո խոսք, այդպես է, չէ, հայերեն ամենագեղեցիկ թարգմանությունը՝ ի տարբերություն բոլոր աշխարհի լեզուն, Աստվածաշունչ, Աստծո շունչով գրված։ Կամ որ սա մեջ գրված խոսքերը այո եւ ամեն են եւ Աստվածային է, ոչ թե Մովսեսն է գրել կամ Հովհաննեսը կամ Պետրոսը կամ Պողոսը, այլ Աստծո հոգին է նրանց թելադրել եւ նրանք ընդհանրապես ձեռքին գործիք են եղել, ինչպես այսօր այն ինչ որ ես խոսում ու մեկնաբանում եմ, ես Աստծո ձեռքին գործիք եմ, ես ոչ մի բան եմ, ես չլեմ Աստված մեկ ուրիշին կընտրի եւ կբերի եւ այստեղ Աստծո խոսքը կմենագավի։ Եվ ասում է հավիտենականություն է դրել մարդկանց սրտում, չի ասում հայերի սրտում, չի ասում աֆրիկացիների սրտում, ասում է մարդկության սրտում ինչն է դրել հավիտենականությունը, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջ հասկանալ Աստծո արած գործերը, եւ բնականաբար այն ամեն ինչ որ երկնքի հետ է կապված, մեզ համար, մեր մտային աշխարհի համար անհնարին է մագլցել ու ներթափանցել երկինքը, դրա համար հենց խոսքի սկիզբը ինչ ասեց աշակերտներին։ Այն աշակերտները, որ մտահոգված էին, մտադաջված էին, ասեց. Ես չեմ ասում, որ խեղդեք ձեր մեջ զգացումները, բայց ասում եմ, զգացումներից վեր ավելի մեծ բան կա ձեր մեջ, որ կոչվում է հավատք։ Նաև հավատքով նայեք ինձ, որպեսզի Տերը ու Աստվածը հավատացեք Հորը եւ հավատացեք նաև ինձ։ Հայրը ստեղծողը, իսկ որդին փրկողը։ Այնպես որ յուրաքանչյուր մարդ արարածի մեջ հավիտենականության գաղափարն է դրված։ Երբ քրիստոնեությունը, երբ հռոմեական կասությունը ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական հավատք եւ ուսմունք, Աստծո խոսքը տարածվեց աշխարհով մեկ։ Եվ 4-րդ դարաշրջանի մեծագույն մեր հոգևոր հայրերից, որ մինչև այսօրվա սերը հոգևոր դպրոցներում նրա գրքերն են դասավանդում, Սուրբ Օգոստիանոսը ունի բազում թևավոր խոսքեր, որ ես մի հատ փոքրիկ հատված եմ առել ձեզ համար։ Օգոստիանոսը այսպես է ասում. Our hearts are restless. Մեր սրտերը անհանգիստ է, չի հանգստանում, restless until մինչև they find their rest in you. Մինչև որ քեզ գտնեն ու իրենց հանգիստ կգտնեն քո մեջ։ Սա Օգոստիանոսն է ասել դեռ 4-րդ դարաշրջանում։ Եվ Աստծոն ճաշակող ու Աստծուն հավատացողը, իր հոգին Աստծո հոգու հետ հաղորդակցություն ունեցողը հստակորեն հասկանում է, թե ինչի մասին է։
Ամեն անգամ, երբ ես որս մարդ պակասում եմ, իմ հոգին է պակասում, որտեվ ինձ համար փառք եմ ասում, իմ ամբողջ նսեմացված ոչնչացման կարգավիճակում Աստված ինձ համար հոգին բացեց, դեռ 52 տարի առաջ։ Հոգին իրական է ու ճշմարիտ է, եւ երբ որ ես պակասում եմ իմ հավատքիս մեջ, իմ Աստվածա պաշտությանս մեջ, իմ աղոթներիս մեջ, իմ ծառայությանս մեջ, իմ հոգին է պակասում, ոչ թե մարմինը։ Մարմինը նույնն է, կոչումները նույնն են, հարաբերությունը նույնն է, ծառայությունն հոգին է պակասում, եւ երբ որ հոգին է պակասում, այդ ժամանակ այդ հոգին ում է փնտրում, իր ստեղծողին։ Սրա մասին էր ասում Օգոստիանոսը, իմ հոգին միայն ու միայն քո ներկայության մեջ է հանգիստ առնում։ Սիրելիներս, մեր կյանքը հավատացյալ, անհավատ, տարբեր կրոնի, տարբեր ուսմունքի, Ամերիկայում, որտեղ որ այս աշխարհի որ ծայրամասում որ ապրում ես, ամեն մարդ արարած, we search for happiness. Սա մեր իրավունքն է, սա մեր մեջ դրված է, ամեն մարդ փնտրում է իր երջանկությունը եւ յուրաքանչյուրի համար իր երջանկությունը իր չափանիշներով է կառուցված, որ դու չես կարող ասես, օ չէ, դու շատ ես մտածում կամ քիչ ես մտածում։ Աստված այդ ազատությունը ամեն մարդ, we search for happiness, we search for purpose։ Եվ ամեն մարդ, ամեն խելացի գործունյա մարդ մտածում է իր նպատակի purpose, ինչն է պատճառ, ինչն է իմ առիթը, ինչն է միայն քնել, արթնանալ, աշխատել, ուտել։ What's my purpose? We search for peace, եւ ամեն մարդ ինչ է փնտրում, խաղաղություն։ Խոսքս իրապես հավասարակշռած մարդկանց մասին է խոսքը, ինչպես լսում եք ամեն օր շփոթ վիճակա, բայց յուրաքանչյուր մարդ իր մեջ խաղաղություն է փնտրում, հատկապես երբ որ ասում է դառնություններով, դժվարություններով, կորուստներով։ We search for love, սերը, յուրաքանչյուր մարդ արարած սիրելու ու սիրվելու կարիք ունի։ Դա անբաժանելի մի մաս է, որ ամեն մարդ օժտված է դրանով։ We search for something that tell us our lives matter։ Եվ մենք փնտրում ենք մեր կյանքում, որ գոնե մենք մեր մեջ համոզվենք, որ մեր ապրելը նպատակ ունի, պատճառ ունի, and it is a matter, ինչ որ մի բան կա, որի համար ես ապրում եմ, ես մաքարում եմ, ես դժվարանում եմ, ես նեղություններ եմ հաղթահարում, մի քիչ գիշերները ուշ եմ քնում, սովորում եմ, կրթություն եմ ստանում, գնում եմ, գալիս եմ, սրան եմ, այդ ամբողջը, what is the matter, ինչն է իմ կյանքի նպատակը, դերը, նշանակությունը։ Գիտեք, սիրելիներս, եթե մենք նայենք վերջի այս հազարամյակների, թե հարյուրամյակների, թե տասնամյակների ընթացքում, լիիրավ ինձ հետ համաձայն կլինեք։ Technology has changed. Transportation has changed. Այսօր գիտությունը, տեխնիկան շատ է փոխվել։ Նույնիսկ 10 տարի հետ գնաց, մեծ փոփոխություն կարող ստացնես, ինչ մնա արդեն 100 կամ 1000 տարի հետ գնաց։ Transportation, մեքենաների տեսականիները, մարդիկ քայլում էին, հետո էջ, սայլակ եւ այլն։ Medicine has changed, բժշկությունը, դեղորայքը, ինչքան է փոփոխվել։ Ամեն օր նորություններ ենք լսում, բայց մի բան այս հազարամյակների մեջ չի փոխվել ու չի փոխվելու, but the human heart has not changed։ Երբ որ ամեն անգամ սիրտի մասին ենք խոսում, այս սիրտը ֆիզիկական սիրտի նկատի չունենք։ Աստծո խոսքը ամեն անգամ երբ որ սիրտն ասում, այն այո, Աստված է ստեղծել այս սիրտը, ես հավատում եմ, այն փամփը, որը գիշեր ցերեկ դու քնում ես նա արթունա, դու արթուն ես նա արթունա, դու քայլում ես, դու հանգստանում ես, նա միշտ աշխատում է, որպեսզի մեզ մատակարարի լի իրավ առատ օքսիգենով լցված արյունը մեր մարմնին, որպեսզի մենք առատ սնվենք ու առողջ լինենք, քայլենք, վայելենք, ճաշակենք, ուրախանանք եւ նաեւ առիթից առիթ տխրենք։ Բայց ամեն անգամ երբ որ Աստծո խոսքի մեջ սրտի մասին է, սիրտը մեր հոգու աշխարհն է, մեր մտածումներն է, մեր մտորումներն է, մեր ապրումներն է։ Եվ դա չի փոխվել մարդու մեջ։ Տեխնիկան չի կարող փոխվի։ Դեղորայքի տեսականիները չի կարող փոխել։
transportation-ը, մեքենա թե էշ։ Ոչինչ չի կարող եղել։ Սիրտը մնում է սիրտ, սիրտը, որը փափագում է իր ստեղծողին, իր ստեղծած։ There is something inside every one of us that desires something beyond ourselves. Մեզանից ամեն մեկիս մեջ, մեն այստեղ ներկա չէ, ողջ մարդկությանը, 9 բիլիոն բնակչությունը, ամեն մարդ արարածի մեջ մի հատ կա ներքին փնտրտուք, որ ինձնից դուրս էլ ինչ կարող է լինել։ Եվ դա այդ փնտրտուկը ամեն մարդու մեջ դրել է Աստված։ Եվ մարդ արարածը, անկախ իր դիրքից, վիճակից, բնակավայրից, պայմաններից, կրթությունից, հարստությունից, սոցիալական դիրքորոշումից, մարդու միշտ կմնա այս հարցադրումները, եւ ես աղոթում եմ, որ միշտ մնա իմը, եւ այստեղ ներկա եւ բոլոր մարդկանց մեջ։ Եվ այդ հարցադրումները հետեւյալն են. Why I am here, ի նկատի ունեմ եկեղեցին, ի նկատի ունեմ այսօր, այս այս երկվարկյանը, այլին գնեմ իմ ու քո կյանքը, այն ինչ որ ես ու դու ապրելու ենք այս երկրի վրա։ Does my life have meaning? Այս կյանքը, որ ես ապրում եմ, ինչ նշանակություն ունի։ Ինչ արժեքավորում ունի։ Ուտել, խմել, քնել, արթնանալ, անցնել դժվարություն, նեղություններով, հաջողություններով, անհաջողություններով, ամուսնանալ, երեխաներ, թորներ եւ վերջը ինչ կա ուրիշ մի բան այդ ամբողջից, այն ինչ որ մենք սովորաբար տեսնում ենք առօրյա կյանքում։ Կա մեկ ուրիշ մի բան, որ դեռ ինձ համար չի բացահայտված։ Փնտրիր դա։ What happens when I die? Ինչ է ինձ հետ պատահելու, եթե ես իմ մահկանացուն կնքեմ։ Այսօր մարդկանց տեսականիներ կա, որ կարող եք հանդիպել ու վստահ հանդիպել եք, որոնք մտածում են, ինձ համար բացարձակապես էական կարևոր չի, թե իմ մեռնելուց հետո ինչ են, ինձ թաղել են, տետանել, շպրտել են փոսերը։ Դա իր փիլիսոփայն, իր մտածելակերպն է։ Նման մարդը իր արժեքը, մարդկային արժեքը հավասարում է կենթանական աշխարհի հետ։ Շատ ներող կլինեք։ Կենթանը, որ մեռնում է, տան գցում են փոսեր, նույնիսկ այս վերջի ժամանակ չէ, դա չես կարող։ Դրա համար կտու գանվես, պետք է պատշաճ հուղարկավորություն անես, բայց հողին հանձնես, ինչ ձևով ուզում ես, բայց եթե մենք նման մտածելակերպ ունենք, մենք նույնիսկ մեր սեփական մարդկային արժեքները մեր սեփական ձեռքերով ինչ ենք անում, արժեքազրկում ենք, ինձ համար կարևոր չի թե մեռնելուց հետո ինչ կլինի, բայց ամեն մարդ արարածի մեջ, որովհետև Աստված հավիտենականության մասնիկն է մեր մեջ դրել, ըստ ժողովի գրքի, որտեղ Աստվածը մեր մեջ հոգի է դրել, ինչպես Օգոստոյանը ասում է, որ կարող է միայն հանգիստ առնել իր Տիրոջը գտնելով։ Նման մարդ չի կարող մտածել What happens when I die? Ինչ է կատարվելու ինձ հետ, երբ որ ես մահանամ։ Is there someone greater than me? Այսօր մարդ ենք, ունակ ենք հպարտանալու, վստահություններ ձեռք բերելու, ամեն մեկս մեր ընտրություն որոշումներ ունենք, բայց վերջը, օրվա վերջում, երբ որ մենք առանձնանում ենք մեր տանը մեջ, մենակ ենք, մեր խոհերի, մեր մտածմունքների, մեր ապրումների մեջ, ու մտածում ես, կայս տիեզերքում ինձնից ավելի հաջողակը, ինձնից ավելի իմաստունը, ինձնից ավելի մեծը ու փառավորը։ Այսօր դժբախտաբար մարդկության այս 9 բիլիոնից կեսը խապված է alien այլ մոլորակայիններով։ Սա իմ պատասխանը, սուտ է, դա զուտ հորինված կա թշնամուց կառուցված, որ մարդկանց զբաղ պահի, որ մարդիկ այդպես էլ ավելի խորուն չմտածեն, ավելի վերլուծություններ չենթարկեն իրենց կյանքի նպատակը։ Եվ իմ աղոթքն է, որ նման հարցադրումներ ոչ իմ մեջ, ոչ քո մեջ երբեք չպակասի։ Եթե ոչ, մեզանից ամեն մեկս էլ որ մեր մահկանացուն կկնքենք, բայց իմ մեծագույն աղոթքն է ինձ համար, իմ տանս, իմ երեխեքիս, քեզ համար,
իմ սիրելիս այստեղ ներկա եւ որևէ մեկը որ որևէ մի առիթով այսօրվա քարոզը գլսի որ թող այս հարցումները միշտ մեր մեջ հարցում լինի սա մեզ սա մեզ չի նսեմասնի սա մեզ հոգեվոր աշխարհը խաղաղությունից դուրս չի անի սա մեզ կտա մի ամուր խորունկ մտածելակերպ որ դու կարող ես ավելին ու ավելին վերլուծես քո կյանքի քո ներկայի եւ քո ամբողջ մի հավիտենականության ապագայի մասին Ինձ մնում է քեզ բերել իմ սիրելի հարազատս քույրս եղբայրս Տերերի Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ ամեն